2023 թվականից Եվրոպայի խորհուրդն աջակցում է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2,8 միլիոն եվրո արժողությամբ համալիր արձագանքման ծրագիրն իրականացվում է մի քանի ուղղությամբ՝ խոցելի խմբերի փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանություն, առողջապահության մատչելիության ապահովում, հոգեբանական աջակցության տրամադրում, ինչպես նաև օժանդակություն փախստականներին ընդունած համայնքներին և մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին։ Ծրագրի մեկնարկից մոտ 18 ամիս անց կարող ենք փաստել, որ արձագանքման փաթեթով բարելավել ենք փախստականների համար ծառայությունների հասանելիությունը, համապատասխան մեխանիզմներ ներդնելով միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Զարգացրել ենք լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների և քաղծառայողների կարողությունները։ Եկել է ժամանակը քննարկելու մինչև 2030 թվականի գործողությունների ծրագիրը։ Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը կիրականացնի 4 նոր ծրագիր, ընթացիկ 2 ծրագրում էլ կներառվեն լրացուցիչ բաղադրիչներ։ Փաթեթի մշակման աշխատանքներին աջակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Արձագանքման փաթեթը նպաստել է փախստականների ինտեգրմանը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հատուկ փախստականների համար ստեղծվել է զանգերի կենտրոն, կատարվել են օրենսդրական կարգավորումներ։ Աջակցության փաթեթը ներառել է բոլոր ոլորտներն ու բռնի տեղահանվածների բոլոր խմբերին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն առանձնացնում է տեղահանվածների իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուծվում են նաև եվրոպացի գործընկերների հետ գործակցությամբ։ Այդ կիսատ իրավիճակը մի քիչ էսպես ենք մեկնաբանում իրավունքը, մի քիչ այնպես ենք մեկնաբանում իրավունքը, այլևս չէր կարող լինել, որովհետև կար փախստականության փաստը։ Մենք պետք է փաստերի հետ հաշվի նստեինք, եւ այստեղ եւս գործակցել ենք Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ, UNHCR-ի գործընկերների հետ իրավական բարդագույն իրավիճակին անդրադարձ կատարելու համար, աշխարհում նմանատիպ իրավիճակներ իրավական իմաստով մատների վրա կարող ենք հաշվել։ Եվ այսօր արդեն գտել են տեղահանվածների իրավական կարգավիճակը հստակեցնելու ամենաօպտիմալ լուծումը։ Ղազարյանն ընդգծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալով բռնի տեղահանվածները ոչ միայն չեն կորցնում, ոչ մի իրավունք, այլև ձեռք են բերում նորերը։ Արմեն Ղազարյանը ներկայացնում է նաև վերջին տվյալները։ Շուրջ 23,000 տեղահանված արդեն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ուրիր Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։